Բևեռլի Հիլզում ժամեր շարունակ լարված իրավիճակ էր, զինված տղամարդը անհայտ անձի պատանդ էր վերցրել իր մեքենայի մեջ։ Նա հետախուզվում էր ոստիկանի սպանության փորձի համար։ Ամբողջ տարածքը շրջափակվել էր ոստիկանական ուժերով, մերձակա հատվածները փակված էին անցորդների համար։ Ամեն ինչ սկսվել է կիրակի վաղ առավոտյան։ Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտի աշխատակիցները կանգնեցրել են մեքենան, վարորդը հարվածել է տեսուչին եւ փախուստի դիմել։ Տուժած տեսուչը ստացել է բուժօգնություն եւ դուրս գրվել։ Օրվա երկրորդ կեսին Բևեռլի Հիլզի ոստիկանները հայտնաբերել են մեքենան։ Հետապնդումը ավարտվել է մեկ այլ մեքենայի հետ բախումով։ Մեքենան գտնվել էր Բերթոն Ուեյ եւ Ռոբերտսոն պողոտաների մոտ, վարորդը փակել էր դիմային ապակին տեսանելիությունը սահմանափակելու նպատակով։ Տեղում աշխատել են մարտավարական խմբեր եւ զրահապատ մեքենաներ։ Գործողությունը ղեկավարում էր Լոս Անջելեսի շրջանի շերիֆի դեպարտամենտի հատուկ նշանակության ջոկատը։ Պատանդի եւ կասկածյալի կապը դեռ հաստատված չէ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Հորմուզի նեղուցում նավերի վրա հարձակումների շարքը չի դադարում։ Արդյոք Թրամփի նոր առաջարկը խնդիրը կլուծի։ Պայթուցիկներով լի մեքենան մարզական ակումբի սրտում։ Սփիրիտ ավիաընկերության անսպասելի սնանկացումը եւ օդում մնացած հազարավոր ուղևորները։ Ռեդոնդո Բիչի կեղծահազանգը տոնախմբությունը դարձավ ոստիկանական օպերացիա։ Արջերը գրոհում են Լոս Անջելեսը։ Գիշատիչները նկատվել են զբոսայգում եւ բնակելի թաղամասերի հարևանությամբ։ Եվ թողարկման երկրորդ հատվածում սպասեք Մանու Հարությունյանի անակնկալ բացահայտումներին։ Բարև ձեզ, ես Լայնա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին եւ իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք այսօրվա թեմաներին։ Հորմուզի նեղուցում իրավիճակը կրկին լարվել է։ Թրամփը հայտարարել է, որ երկուշաբթի օրվանից ամերիկյան ռազմանավերը կուղեկցեն Հորմուզի նեղուցով անցնող նավերին։ Այս գործողությունը կոչվում է ազատության նախագիծ։ Թրամփը դա անվանում է մարդասիրական քայլ։ Նա զգուշացրել է, որ ընդդիմացողները կբախվեն ուժային պատասխանի։ Թեհրանը պատերազմը ավարտելու վերաբերյալ նոր ծրագիր է ներկայացրել, այն արդեն Վաշինգտոնին է հանձնել։ Թրամփը թերահավատորեն է վերաբերվում արդեն քննարկման փուլում գտնվող այդ առաջարկին։ Միաժամանակ նա չի բացառում Իրանի վրա նոր հարվածների հավանականությունը։ Այս ամենի հաշվարկով նեղուցում իրավիճակը շարունակում է մնալ պայթյունավտանգ եւ անկանխատեսելի։ Այս հայտարարությունից հետո նավթի գները նվազել են 2%-ով։ Միացյալ Նահանգները շարունակում է պահել նեղուցի շրջափակումը։ Իրանը կորցնում է նավթի իրացման հնարավորություն։ Կիրակի օրը նեղուցի մոտ հարձակման է ենթարկվել մեկ բեռնանավ։ Միջազգային ծովային կազմակերպությունը դատապարտել է այդ բռնի գործողությունները։ Կողմերի միջև հրադադարը պահպանվում է, սակայն երկարատև խաղաղությունը մնում է անորոշ։ Հորմուզի նեղուցի հետ կապված Թրամփի կտրուկ հայտարարության առիթը տարածաշրջանում հերթական նավի վրա հարձակման փաստն է դարձել։ Փոքր նավակները կրկին հարձակվել են բեռնատար նավի վրա։ Սա արդեն 24-րդ նման դեպքն է պատերազմի սկզբից ի վեր։ Միջազգային դիտորդները սահմանել են սպառնալիքի կրիտիկական մակարդակ։ Հարձակումը տեղի է ունեցել Իրանի Սիրիկ քաղաքի ծովափնյա հատվածում։ Նավի անձնակազմը ողջ է մնացել, հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ ոք չի ստանձնել։ Իրանի պաշտոնյաները պնդում են, որ իրենք են հսկում նեղուցը։ Այդ նպատակի համար Իրանն օգտագործում է ոչ թե մեծ ռազմանավեր, այլ փոքր պարեկային նավակներ, որոնք շատ ավելի արագաշարժ են ու մանևրող։ Դրանց ժամանակին նկատելն ու կանգնեցնելը գրեթե անհնար է։ Թրամփը ամերիկացի զինվորականներին հրահանգել է կրակել եւ ոչնչացնել նման նավակները։ Այս կարգադրությունը ի սկզբանե վերաբերում էր ականներ տեղադրող իրանական նավակներին, սակայն չեն բացառում, որ նավերի վրա վերջին հարձակումներից հետո այս հրահանգը տարածվի նաև պարեկային նավակների վրա։ Մարոկոյում երկու ամերիկացի զինծառայող է անհետ կորել, նրանք մասնակցել են միջազգային աֆրիկյան առյուծ զորավարժությանը։ ԱՄՆ աֆրիկյան հրամանատարությունը հաստատել է լուրը, միջադեպը գրանցվել է մայիսի 2-ին, տարածքը լեռնոտ է եւ անապատային։ Զինծառայողների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Զորավարժությունները անցկացվում են 4 երկրում՝ Թունիսում, Գանայում եւ Սենեգալում։ Դրանք նախատեսված են ավարտել մայիսի սկզբին։ Զորավարժություններին մասնակցում են ավելի քան 7000 զինվորական։ Նրանք ներկայացնում են 30-ից ավելի երկրներ։ Ներգրավված են տարբեր ստորաբաժանումներ, այդ թվում ազգային գվարդիան։ Մարոկկոն ԱՄՆ-ի կարևոր դաշնակից է տարածաշրջանում։ Նախկինում 2012 թվականին այստեղ եւս ողբերգություն էր գրանցվել։ Անգադիր քաղաքում ուղղաթիռի վթարի հետևանքով երկու ծովային հետևակայիններ զոհվել։
Օրեգոնի Փորթլենդ քաղաքում պայթուցիկներով լցված մեքենան մխրճվել է մարզական ակումբի շենքի մեջ։ Վարորդը տեղում մահացել է։ Մեքենան հրդեհվել է բախումից հետո։ Ոստիկանները մեքենայի մեջ հայտնաբերել են տարբեր տեսակի պայթուցիկներ ու պրոպանի բալոններ։ Որոշ սարքեր մասամբ գործարկվել են։ Մասնագետները ավելի քան 14 ժամ մշակել են դեպքի վայրը։ Վտանգավոր սարքերը վնասազերծելու համար ռոբոտներ են օգտագործվել։ Հետաքննությանը օգնում են FBI-ի եւ ալկոհոլի, ծխախոտի ու հրազենի բյուրոյի աշխատակիցները։ Վարորդի ինքնությունը դեռ պարզված չէ։ Իրավապահները գտնում են, որ սա մասնավոր դեպք է եւ ահաբեկչություն չէ։ Հարձակման ենթարկված մարզական ակումբը փակ է անորոշ ժամանակով։ Այս 8 հարկանի շենքում կան լողավազաններ եւ ռեստորաններ։ Միջադեպից 2 օր անց դրանք դեռ անհասանելի են մնում այցելուների համար։ Spirit ավիաընկերությունը մեկ գիշերվա ընթացքում դադարեցրել է գործունեությունը առանց նախապես զգուշացնելու, չեղարկվել են հազարավոր չվերթներ։ Օդանավակայան եկած ուղևորները հայտնվել են անելանելի իրավիճակում, գրանցման կետերը դատարկ են տեսել, իսկ սպասարկման հեռախոսները անջատված են եղել։ Ըստ պաշտոնական վարկածի, պատճառը Իրանի հետ պատերազմի հետևանքով ավիավառելիքի թանկացումն էր, որն ընկերության համար անհաղթահարելի դժվարություն էր ստեղծել։ Ընկերությունը խոստանում է ավտոմատ կերպով վերադարձնել տոմսերի գումարները։ Երրորդ կողմով ամրագրվածներին խորհուրդ է տրվում դիմել գործակալին։ Դժվար իրավիճակում են հայտնվել նաև ավիաընկերության աշխատակիցները։ Նրանք զրկվել են աշխատանքից առանց երաշխիքների։ Արհմիությունները պահանջում են վճարել նրանց հասանելիք փոխհատուցումները։ Մի շարք ավիաընկերություններ առաջարկում են, այսպես ասած, փրկարարական սակագներ Spirit-ի կես ճանապարհին մնացած ուղևորների համար։ United եւ American ընկերությունները նվազեցրել են գները։ JetBlue-ն առաջարկում է $99 տոմսեր։ Avelo ընկերությունը խոստանում է մինչև 75% զեղչ, սակայն դրանք ժամանակավոր լուծումներ են։ Փորձագետները մոտ ապագայում ավիատոմսերի գնի աճ են կանխատեսում շուրջ 15%-ով։ Ճոխ ծովային ճամփորդությունը վերածվել է իսկական ողբերգության։ Ատլանտյան օվկիանոսում գտնվող զբոսանավում հանտավիրուս է հայտնաբերվել, 3 մարդ արդեն մահացել է։ Եվս 3 ուղևոր գտնվում է ծանր վիճակում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ստուգումներ է սկսել։ Մահացածներից 2-ը ամուսիններ էին, Նիդերլանդների քաղաքացիներ, մեկ այլ վարակված անձ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նա բուժում է ստանում Հարավային Աֆրիկայում։ Զբոսանավը ճամփորդությունը սկսել էր 3 շաբաթ առաջ։ Այն այցելել էր Անտարկտիդա եւ Հարավային կղզիներ։ Այժմ կայանված է Աֆրիկայից ոչ հեռու Կաբո Վերդեի ափերի մոտ։ Նավում դեռ մնում են անձնակազմի հիվանդ անդամները։ Իշխանությունները նրանց ափ իջնելու թույլտվություն չեն տվել։ Այս վիրուսը խիստ վտանգավորների շարքից է, սակայն վարակվածությունը վաղ հայտնաբերելու դեպքում բուժման շանսերը շատ մեծ են։ Այն տարածվում է հիմնականում կրծողների միջոցով։ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնը զգուշացնում է հիվանդության ծանր հետևանքների հավանականության մասին եւ կոչ անում զգույշ լինել ուղևորությունների ընթացքում։ Հզոր քամիները Ֆլորիդայում ողբերգական հետևանքներ են ունեցել։ Ծովային ալեկոծությունը 2 մարդու կյանք է խլել։ Կոկո Բիչում 17-ամյա պատանին խեղդվել է ծովում։ Դեյթոնա Բիչում էլ 32-ամյա կին է մահացել։ Ծովում պայմանները գնահատվում են որպես չափազանց ծանր։ Տեղի փրկարարները ընդգծել են ալիքների վտանգավոր լինելը։ Հորդարատ անձրևները եւ քամիները խառնաշփոթ են առաջացրել նահանգում։ Տամպայում եւ Լարգոյում գրանցվել են ջրհեղեղներ։ Կենտրոնական Ֆլորիդայի շրջաններում տորնադոյի վտանգ կար։ Օդերութաբանները կանխատեսում էին քամու ուժգնացում եւ ցրված տորնադոներ։ Բարեբախտաբար լուրջ ավերածություններ չեն գրանցվել։ Արձանագրվել են ծառերի եւ շենք շինությունների մասնակի վնասման դեպքեր։ Եղանակային ծանր պայմանները շարունակվում են նաեւ Քարոլինա նահանգում։ Առաջիկա օրերին վտանգը կտեղափոխվի Թեքսաս եւ հարակից շրջաներ։ Օկլահոմայում եւ Արքանզասում նույնպես սպասվում է եղանակի վատ թարացում։ Միլիոնավոր մարդիկ պետք է զգուշանան հնարավոր կարկտահարությունից։ Վտանգի մասին նախազգուշացումը տարածվում է Հյուսթոնից մինչև Ալաբամա։ Թրամփի անունը հայտնվել է ամենուր, շենքերից մինչև դրամանիշներ։ Դաշնային իշխանությունները տեղադրում են նրա պատկերն ու անունը ամեն տեղ, անգամ ռազմանավերի ու պետական շենքերի վրա։ Քննադատները դեմ են այս հավակնոտ նախաձեռնությանը։
Թրամփի անունը արդեն գրում է Խաղաղության ինստիտուտն ու Քենեդու կենտրոնը, ռազմանավերի Trump դասն անվանվել է ամենահզորը։ Գործարկվել է նաև Թրամփի ոսկե քարտ օտարերկրացիների համար։ Նախատեսվում է ԱՄՆ 250-ամյակի կապակցությամբ թողարկել ոսկե դրամներ Թրամփի պատկերով։ Թրամփի ստորագրությունը կհայտնվի ապագա թղթադրամների վրա։ Պետդեպարտամենտը թողարկում է հատուկ անձնագրեր Թրամփի պատկերով։ Թրամփի անունով է նաև Trump IRA Gov-ը եւ Trump RX Gov կայքերը։ Բացի այդ, ստեղծվել են Թրամփի հաշիվներ երեխաների համար։ Արդարադատության նախարարության շենքին կախված են մեծ պաստառներ «Դարձնենք Ամերիկան կրկին անվտանգ» գրությամբ։ Բրենդավորման այս ծավալը չունի նախադեպ ԱՄՆ պատմության մեջ, հակառակ դատական հայցերին, այս գործընթացը շարունակվում է։ Համացանցի տարօրինակ մարտահրավերը հասավ Նյու Յորք։ Speed running անվամբ տեսանյութերը դարձել են վիրուսային, մի խումբ անձինք կոտրել են եկեղեցու կողպված դուռը եւ ներխուժել Մանհեթենի կենտրոնական մասում գտնվող շենքը։ Խմբի կազմում եղել է շուրջ 30 մարդ։ Միջադեպի ընթացքում վնասվել է եկեղեցու գույքը, ականատեսները նշել են նաև նետված իրերի մասին։ Եկեղեցու աշխատակիցներից մեկը ստացել է մարմնական վնասվածք, նրան հարվածել են ոտքով։ Իրավապահները դեպքը որակել են որպես կողոպուտ։ Ներխուժողները փախուստի են դիմել անհայտ ուղղությամբ։ Նյու Յորքի ոստիկանությունը դեռ ձերբակալություններ չի կատարել։ Նմանատիպ դեպքերը հաճախակի են դարձել Կալիֆոռնիայում։ Լոս Անջելեսի Սայենթոլոգիայի շենքում նույնպես տեսանյութեր են նկարահանվել։ Որոշ օգտատերեր այդ գործողությունները կոչում են արագավազք, եկեղեցին սակայն դա համարում է կազմակերպված ապօրինի ներխուժում։ Միջադեպերի միջև կապի մասին ոստիկանությունը դեռ ոչինչ չի ասում։ Դեռ գաղտնիք է նաև այն, թե ինչու են արագավազները թիրախավորում հատկապես Սայենթոլոգիայի եկեղեցիները։ Ամերիկայի բոլոր բնակիչների ծախսերը գաղտնի աճում են, պատճառը դոլարի արժեզրկումն է։ Թրամփի կառավարման երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր այն արդեն հատել է 10%-ի սահմանը։ Սա ազդում է մթերքների եւ հանգստի գների վրա։ Տնտեսագետները սա անվանում են անտեսանելի հարկ։ Դոլարի թուլացումը օգուտ է տալիս խոշոր ընկերություններին, նրանք ավելի շատ շահույթ են ստանում արտերկրում։ Փոքր բիզնեսները սակայն տուժում են եւ դիմանալու համար ստիպված են բարձրացնել գները։ Ներկրվող ապրանքներն ավելի թանկ են դառնում, Իրանի դեմ պատերազմը արագացնում է գնաճի գործընթացը։ Սպառողները դա զգում են հատկապես արտերկրում ճամփորդելիս, Մեքսիկայում դոլարն ավելի քիչ արժեք ունի։ Տնտեսագետները կանխատեսում են դոլարի անկում նաեւ առաջիկայում։ Թրամփը չի պատրաստվում պայքարել դոլարի արժեզրկման դեմ, քանի որ դա համարում է արդյունաբերության օգտին, սակայն դրա հետևանքով սովորական մարդկանց համար կյանքը ավելի թանկ է դառնում։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Ռեդոնդո Բիչի ծովափնյա կամուրջը Կիրակի օրը անվտանգության խստացված ստուգումների է ենթարկվել։ Ոստիկանությունը ստացել էր պայթուցիկների եւ պատանդի մասին ահազանգ, մարդկանց անհապաղ տարհանել են կամրջի տարածքից։ Այդ ընթացքում փակվել են նաեւ մերձակա փողոցները։ Ոստիկանները մանրակրկիտ որոնումներ են սկսել կամրջի տարածքում։ Օրվա երկրորդ կեսին տարածքը հայտարարվել է անվտանգ, կամուրջը կրկին բացվել է այցելուների համար։ Միջադեպը համընկել է Beach Life փառատոնի անցկացման օրվա հետ։ Դա ենթադրում էր տարածքում սովորականից ավելի մեծ թվով մարդկանց ներկայություն, ինչը անվտանգության հարցը դարձնում էր ավելի զգայուն։ Միջոցառումը շարունակվել է նախատեսված ժամանակացույցով, ոստիկանությունը շարունակում է հետաքննությունը կեղծ ահազանգի վերաբերյալ։ Լոս Անջելեսի Հանսեն Դեմ զբոսայգում մի մեծ գորշ արջ է ներխուժել։ Կենդանուն նկատել են 3 տարբեր հատվածներում։ Լոս Անջելեսի ոստիկանությունը անմիջապես տարհանել է մարդկանց։ Զբոսայգին փակվել է այցելուների համար, դեռևս հայտնի չէ, թե երբ այն կբացվի։ Կալիֆոռնիայի ձկնաբուծության եւ վայրի բնության դեպարտամենտը զբաղվում է դեպքով։ Մեկ այլ արջ նկատվել էր այս դեպքից 1 օր առաջ Սանլենդում։ Կենդանին քայլել էր Ուիթլենդ, ավելի ուշ Դեյլ պողոտայում։ Լոս Անջելեսի ոստիկանությունը հսկում է տարածքը, նրանք կարծում են, որ արջը հեռացել է տներից, սակայն բնակիչներին կոչ են անում զգոն լինել։ Կալիֆոռնիայի օրենսդիր մարմինը քննարկում է նոր սահմանափակումը, մինչև 16 տարեկանները կարող են զրկվել սոցիալական ցանցերից։ Օրինագիծը արգելում է անչափահասներին հաշիվներ բացել կամ պահել արդեն բացված հաշիվները։ Նպատակը երեխաների հոգեկան առողջության պաշտպանությունն է։ Ինքնասպանությունների աճող թիվը այս նախագծի հեղինակները կապում են նաև համացանցի հետ։ Օրինագծի կողմնակիցները շեշտում են խնդրի հրատապությունը։ Նրանք վստահեցնում են, օրենքը պատժելու է ընկերություններին եւ ոչ թե
երեխաներին։ Կալիֆոռնիայի քաղաքացիական ազատությունների միությունը քննադատել է նախաձեռնությունը։ Կալիֆոռնիան միակը չէ այս հարցում, Թեքսասը ևս քննարկում է նմանատիպ կարգավորումներ, Ֆլորիդայում արդեն գործում է նմանատիպ օրենք։ Օրվա լրահոսից այսքանն էինք առանձնացրել, հաջորդիվ ձեզ հետ կաշխատի իմ գործընկեր Մանու Հարությունյանը, հետաքրքիր ու վախեցնող փաստերով։ Մերձավոր Արևելքը ոչ միայն նավթի համաշխարհային պաշարների հարցում որոշիչ դեր ունի, այլև յուրահատուկ հաբ է ինտերնետ կապի համար։ Ինչ է սպասվում բոլորիս Իրանում եւ նրա ռազմական ակտիվ գործողությունների վերսկսման դեպքում, պատմելու է Մանու Հարությունյանը։ Բարև ձեզ, եթե Իրանն ու ԱՄՆ-ն խաղաղ կարգավորման տարբերակ չգտնեն, ապա հաջորդ պարթյունը կարող է ավելի մեծ տարածք ընդգրկել, անանցանելի դարձնելով ոչ միայն Հորմուզի նեղուցը, այլև Կարմիր ծովն ու Սուեզի ջրանցքը։ Իսկ սա փորձագետների գնահատմամբ կունենա Հորմուզի վերջին արգելափակումից կրկնակի եռակի անգամ ավելի ծանր հետևանքներ համաշխարհային տնտեսության համար։ Եվ խոսքը միայն նավթի մասին չէ։ Պատերազմի թատերաբերմ դարձած այդ տարածքը ըստ էության տարածաշրջանային հաբ է, կապուղիների խաչմերուկ։ Մեր թվային աշխարհի ողնաշարը կազմող օպտիկամարաթելային մալուխների զգալի մասը անցնում է ծովերի հատակով միացնելով մայրցամաքները։ Այս ցանցի ամենախոցելի հատվածներն են Հորմուզի նեղուցը, Կարմիր ծովն ու Սուեզի ջրանցքը։ Այս տարածաշրջանով է անցնում համաշխարհային ինտերնետային կապուղիների մոտ 20%-ը, որն ապահովում է կապերը ավելի քան 60 երկրների միջև։ Դրանք միավորում են Ասիան, Եվրոպան եւ Աֆրիկան։ Ցանկացած տեխնիկական խափանում կամ դիվերսիա այստեղ կարող է ճակատագրական դառնալ թվային անվտանգության եւ ամենօրյա տեղեկատվական հոսքերի համար։ Թեև Միացյալ Նահանգները այս տարածաշրջանից հեռու է գտնվում ավելի քան 10,000 կիլոմետր, այնուամենայնիվ կապուղիների անվտանգությունը կենսական է նաև ամերիկյան տնտեսության համար։ Այստեղ տեղի ունեցող խափանումները կարող են ակնթարթորեն խաթարել ԱՄՆ ֆինանսական համակարգերը, որոնք հիմնված են գլոբալ ցանցային հասանելիության վրա։ Տվյալների փոխանցման դանդաղումը կամ ընդհատումը կհանգեցնի հսկայական վնասների ամերիկյան տեխնոլոգիական հսկաների եւ բանկային ոլորտի համար։ Տարածաշրջանի բացառիկ նշանակությունը պատկերացնելու համար բավական է միայն թվերը մեջ բերել։ Նավթի համաշխարհային արտահանման մինչև 30%-ը, միջազգային առևտրի շուրջ 15-ից 20%-ը, համացանցն ապահովող ստորջրյա օպտիկամարաթելային մալուխների 17-ից 20%-ը։ Այս օղակներում ցանկացած անգամ փոքր շեղումը կարող է սարսափելի հետևանքներ ունենալ համաշխարհային շուկաների հավասարակշռության համար։ Իսկ այս տարածաշրջանում պատերազմի նոր ակտիվ փուլը համաշխարհային տնտեսությանը նոր բարդություններ է խոստանում։ Դրանք կլինեն շատ ավելի մեծ, քան այն, ինչ տեսանք Հորմուզի շրջափակման հետևանքով։ Ասվածը բավարար է պատկերացնելու համար Հորմուզի նեղուցի, Կարմիր ծովի եւ Սուեզի ջրանցքի դերը թե էներգետիկայի, թե թվային կապի համաշխարհային շուկայում։ Այս երթուղիների անվտանգությունը վաղուց արդեն լոկալ խնդիր չէ։ Մնում է միայն հուսալ, որ դրանում գործնականում համոզվելու նոր առիթներ չեն կունենա եւ Մերձավոր Արևելքում կհաջողվի հակամարտության խաղաղ կարգավորման հասնել։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, եթե դեռ չեք հասցրել դիտել մեր նախորդ թողարկումը, ապա կարող եք անցնել հենց այս հղումով։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։